Ես չեմ տեսել մարդ, որ ուզենա իր կյանքը փոխվի, նվիրվի Աստծուն եւ ասի, գիտես, իմ մեղքը այնքան մեծ էր, իմ հանցանքը այնքան շատ էր, իմ ժառանգական բարդույթները կամ մանկական տրավմաները այնքան մեծ էր, ահավոր էր, որ չկան համապատասխան ուժ, զորություն Աստծո կողմից փոխելու իմ տեսակ մարդուն։ Ձեներ, չկա նման բան։ Աստվածաշունչը խոսում է Հռոմեացիների 1:16-ն ասում է Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողին։ Ես չեմ տեսել մարդ, որ չկարողանա, բայց ես շատ եմ տեսել մարդ, որ չի ուզում։ Մարդը կարող է լինել եկեղեցում, բայց չուզենա։ Հավանի Աստծուն, հավանի Աստծո օրենքները, բայց չուզենա։ Սա է պատճառը։ Գիտեք ինչի է կարևոր մարդու ուզելը եւ չուզելը, որովհետեւ միշտ Աստված հաշվի է նստում, գիտեք, միշտ Աստված բախվում է մի մեծագույն խնդրի հետ, որի առաջ նույնիսկ ինքը Աստված կարծես ոչինչ չի կարող անել, դա մարդու կամքն է։ Մարդու կամքը այն վերջին կանգառն է, որտեղ Աստված կանգնում է, այլ ոչինչ չի անում։ Մարդը որոշում է փոխվել, Աստված օգնում է։ Թող մենք մեր կամքը միշտ խոնարհացնենք Աստծո առաջ եւ ասենք՝ Տեր, ես ընտրում եմ քո կամքը, ես հավանում եմ, ես չգիտեմ դա ոնց կլինի, բայց ես ուզում եմ, նախընտրում եմ քո կամքով ապրել։